Բարև ձեզ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Քիչ առաջ հետևում էի կառավարության նիստին, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր իսկ բառերով հրապարակում էր ռեկորդային տվյալներ Հայաստանի Հանրապետությունում իր կառավարման տարիներին ստեղծված կամ արձանագրված աշխատատեղերի մասին։ Հարկ համարեցի շատ ամփոփ, շատ հակիրճ անդրադառնալ այս տվյալներին, որովհետև արդյունքները իսկապես ռեկորդային են, ճակերտավոր ասած իմ կարծիքով, որոնք բավականին ուշագրավ են եւ ինձ համար իսկապես հետաքրքիր է, թե ինչ մեթոդաբանությամբ են նման թվեր արձանագրվում։ Ըստ Փաշինյանի, փաստորեն 2025 թվականի հոկտեմբեր ամսին պատմական առումով ռեկորդ է սահմանվել Հայաստանում աշխատատեղերի առումով եւ արձանագրվել է, խնդրեմ ուշադրություն դարձրեք, 810,074 աշխատատեղ, բայց սա որքան արտառոց չէ, որքան արտառոց է Փաշինյանի մեկ այլ տվյալ, համաձայն որի վերջինս պնդում է, որ այս թիվը, այս 810,074 աշխատատեղը 5000-ով ավելին է, քան նախորդ ամսվա արձանագրված տվյալը, այսինքն ըստ Փաշինյանի 2025 թվականի սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 5000 աշխատատեղ։ Ես չգիտեմ սրանք ինչ թվեր են, բայց Փաշինյանը զարգացնում է իր երևակայությունը, վառ կարելի ասել, եւ հրապարակում է մեկ այլ թիվ, ընդգծելով, որ ինքը համեմատությունն է իրականացնում 2018-2025 թվականների միջև եւ հանգել է հետեւության, խնդրեմ ուշադրություն դարձրեք, որ 2018 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2025 թվականի հոկտեմբեր ամիսը, ըստ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է ուրեմն 223895 աշխատատեղ։ Ուշադրություն, կրկնում եմ, ըստ Փաշինյանի 2018 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2025 թվականի հոկտեմբեր ամիսը Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերի թիվը ավելացել է 223895-ով։ Այսինքն, եթե մենք դա բաժանենք ըստ տարիների, կստացվի հետևյալը. Փաշինյանի կառավարման օրոք յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է կամ արձանագրվել է 31985 նոր աշխատատեղ։ Սա իսկապես պատմական ռեկորդային թվեր են, եւ ես մտովի ուզում եմ պատկերացնել, որ եթե դա իրականությանը համապատասխաներ, Հայաստանի զարգացման մակարդակը ինչպիսին կլիներ։ Այստեղ Փաշինյանը իհարկե մանիպուլյացիայի է ենթարկում իր իսկ կողմից հրապարակված թվերը, չհրապարակելով, թե իր կառավարման օրոք քանի աշխատատեղ է փակվել, եթե ինքը ազնիվ գտնվեր եւ հրապարակեր նաեւ այն տվյալները, համաձայն որի 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբերը քանի աշխատատեղեր են փակվել, այ պատկերը առավել ցցուն եւ պարզ կլիներ, բայց ինչ է ստացվում։ Ըստ Փաշինյանի Հայաստանում աշխատատեղերի խնդիր չկա, յուրաքանչյուր տարի Հայաստանում ստեղծվում է շուրջ 32000 աշխատատեղ, դա ըստ ամիսների կարծեք թե ստացվում է, որ յուրաքանչյուր ամիս Հայաստանում Փաշինյանի օրոք ստեղծվել է 3000-ին հասնող աշխատատեղեր։ Ես չգիտեմ, թե ինչ մեթոդաբանություն է գործում այստեղ կամ ինչ մեթոդաբանություն է գործել, հնարավոր է, որ ստվերից է որոշակի աշխատատեղերի արձանագրում իրականացվել, հնարավոր է, որ որոշ աշխատատեղեր իսկապես ստեղծվել են, բայց ինչ ծավալի աշխատատեղեր են փակվել եւ ամենակարևորը որ ոլորտերում են ստեղծվել աշխատատեղերը, ինչու այն չի արտացոլում մեր երկրի զարգացման իրական պատկերը։ Պատկերացրեք 220,000 նոր աշխատատեղը, դա որակապես ինչպես կփոխեր մեր պետության հասարակության զարգացման ուղղությունը։ Ինչևէ, հարգելի բարեկամներ, շատ կարճ ամփոփում եմ ուզում անեի այս առումով, որովհետև իսկապես հրապարակված թվերը ոչ միայն արտառոց են, այլև շլացուցիչ։ Ես հասկանում եմ, որ մենք մտել ենք նախընտրական փուլ եւ կառավարության ղեկավարի կողմից ամեն ինչ արվում է իր աշխատանքի անխոցելիությունը կամ գերազանցիկ լինելու իր պատկերացումները հասարակությանը ցույց տալու։ Ես չգիտեմ մեր հասարակությունը ինչպիսի վերաբերմունք կունենա այս թվերի վերաբերյալ, բայց ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ գրեթե բացառում եմ, անհնար եմ համարում, որ Հայաստանում ամեն ամիս 3000-ի չափ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք աշխատատեղ է ստեղծվել եւ ավելին
Փաշինյանին ես հորդորում եմ ցույց տալ նախորդ ամսվա, ընդամենը նախորդ ամսվա 5000 աշխատատեղերի տեղը ըստ քարտեզի, որ ոլորտում, որ ընկերություններում, որ, չգիտեմ, հիմնարկներում, ինչը տեղի ունեցել նախորդ 5 ամսվա ընթացքում, որ 5000-ով ավելացել է Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերի թիվը։ Այսքանը, սիրելի բարեկամներ, ես կարծում եմ, որ սպառվել է որևէ ձևով այլևս մեր ժողովրդին մոլորեցնելու ռեսուրսները, որևէ մեկ այդվում, որևէ քաղաքական գործիչ, պետական գործիչ, իշխանությունը առավել եւս իրավունք չունի մոլորեցնել ուրեմն մեր հասարակությանը, թյուրիմացության մեջ գցել Հայաստանում այդպիսի աշխատատեղերի ստեղծման դեպքում Հայաստանը թռիչքային զարգացում կապրեր, այնպիսի արդյունավետ տնտեսական իրավիճակ կլիներ Հայաստանի Հանրապետությունում, որ իսկապես Հայաստանում արտագաղթողների համար ապրել ավելի բարեկեցիկ կլիներ, քան իրենց ընտանիքների հետ մշտապես Հայաստանի Հանրապետությունից հեռանալը։ Խնդրում եմ, տարածեք այս տեսանյութը, սիրելի բարեկամներ, իմ խորհուրդը մեր ժողովրդին, մեր հասարակությանը, բավական է, սպառվել է պոպուլիզմի ժամանակահատվածը, մեր ժողովրդին մոլորեցնելու, մեր ժողովրդի գլխին լոլոներ կարդալու ժամանակը սպառվել է, գալիս է մի իրավիճակ, երբ մեր հասարակությունը պետք է կարողանա իսկապես արժանապատիվ որոշումներ կայացնել։ Հարգանքներս ձեզ, սիրելի բարեկամներ, լավ մնացեք, միշտ օր հանդիպում։